Երբ մենք մահանում ենք, մենք ոչինչ չենք վերցնում մեզ հետ։ Ոչ տիտղոսը, ոչ ունեցվածքը, ոչ ոսկին, նույնիսկ սպիները, որը մենք պլանավորել էինք թաքցնել։ Մենք հեռանում ենք դատարկ ձեռքերով, մեր գրպաններով, Սանկարները պահվում են որևէ տարակում, մեր ժպիտից հետո ոչ ոք չի կարող կիսվել։ Մեկ ժառանգորդը ստանում է տունը, մյուսը ստանում է մատանին, որը երբեք չի կրել։ Ամենահավատարիմ ժառանգորդը ստանում գույքագրման հետ կապված, դահլիճում ձայներ են բարձրանում, բացահայտելով քողարկված շահերը, ամեն ինչի մասին, որ նրանք կարող են վերցնել մեր կալվածքից։ Երբ մենք մահանում ենք, մենք հեռանում մենք նույնիսկ մեր անձը հաստատող փաստաթուղթը չենք վերցնում։ Մենք թողեցինք բանալիները, մենք թողեցինք մեքենաները, մենք թողեցինք ամրոցները, մենք թողեցինք զարդերը, հեռանալու ժամանակը հեշտ է, պայքարի ժամանակը սայի համար, նույնիսկ սուգերայի թախտի համար, բայց մենք դատարկ ձեռքերով ենք հեռանում։ Մենք նույնիսկ մեր անձնագրերը չենք վերցրել։ Ով կհիշի, թե ինչ ունեինք, շարանքները միայն այն են ուզում, ինչ մենք թողել ենք։ Թե դա բլի վրա գտնվող առանձնատունը, թե սրբի պատկերը, որ մաքրվում է խոհանոցի լվացարանի մոտ, թե դա շանգոտած տապակը, թե դա գարնանային կաթսան, ժապանգները կկրվե ամեն ինչի համար, ինչ մենք թողել ենք, բացի մեզանից։ Մեկ շարանդորձել արևեյսում յուսն ասում է, ես կպահեմ մեքենան, ես հոգ դարա հայրիկի մասին նախքան նրա մահը, ժալանգները արդեն կռում են հյուրասենյակում, մեր ուղարկավորությունից առաջ նրա կարծես վիշապիչագրովներ լինեն, որոնք նույնիսկ մեր հոտը զգում են դահլիճում։ Երբ մենք մահանում ենք, մենք հեռանում ենք ծերնունայն, մենք նույնիսկ չենք վերցնում մեր անձնագրերը, մենք թողնում ենք բանալիները, մենք թողնում ենք մեքենաները, մենք թողնում ենք ամրոցները, մենք թողնում ենք
Բայց մենք հեռանում ենք ձեռնունայն, մենք նույնիսկ չենք վերցնում մեր անձնագրերը։ Անկախ նրանից, թե դա մեծ պարապ է, անկախ նրանից, թե դա փոքրիկ խրճիթ է, ժառանգները կոտրվեն ամեն ինչի համար, հաշտեցում չկա, նրանք ուզում են իրենց բաժինը, նրանք ուզում են ամեն ինչ հիմա, նրանք կտրվեն մեր հին կոշիկների համար, նրանք չկրվեն մեկ կահույքի համար, նրանք կտրվեն մեր գարնանային կատեսայի համար, նրանք կտրվեն ամեն ինչի համար, որ